Չէ, դե այս դեպքում այն հազվագյուտ դեպքերից է, երբ որ ես չեմ կարողանում ինձ զսպեմ ու ասեմ դիմավորեք։ Տենց բան գալիս է, էլի։ Լեգենդար ներկայացման լեգենդար դերակատարներ եւ լեգենդար ռեժիսոր։ Պարոն Սահակյան, մի քիչ պատմեք էլի այդ որպես ռեժիսոր։ Ոնց առաջացավ։ Հա, դե այսօր խոսելու ենք միայն մեակուլպայից։ Ամենատարօրինակը ոնց առաջացավ։ Ինչով ոգևորվեցիք։ Արմեն Համբարձումյան, մարդ եւ անձնավորություն Չիլավիկ Արմեն Համբարձումյան, մեր ընկերը գաղափարը իրանն էր, հենց մեակուլպա վերնագիրը եւ դրանից որ ինչ կատարվում է, դրա մեջ առաջնայինը քո մեղքն է։ Այդ ժամանակ նկարում էինք նաև մեր այբենարանը, երևի թե ես համարում եմ իմ ամենակարևոր գործերից մեկը։ Մանկական, էլի Արմենի բանն էր, հրապարամիջի, հա, Հրանտի եւ Արմենի էլի համատեղ մտահաղացումներ։ Չէ, նկատի ունեմ, որ իմ համար էլ էր կարևոր։ Հա, մինչև հիմա էլ դա եմ համարում, իմ լավագույն գործը որ արել եմ, դա մեր այբենարանն է։ Ես հիշում եմ։ Ու Վարամի հետ, դե մեր մյուս ընկերոջ Վարամ Սահակյանի հետ, տենց իրենք ինչ-որ գրում էին։ Ես զբաղված էի այբենարանով։ Եվ առաջի բանն էր, հենց սերիան էր, շատ վտանգավոր էր, ստացվել է պրոյեկտը, չի ստացվել, մոնտաժի մեջ էինք, ես առաջին անգամ մեծ բան էի նկարում ու դա տևեց։ 2000 թվին սկսեցինք եւ ավարտեցինք 2007-ին։ 9 մաս շատ փոքր խմբով։ Մի խոսքով, ես զբաղված էի այդ դրա մոնտաժով, այդ մոնտաժի պիտի մտնեի, շատ մանր մոնտաժ էր, շատ ես էլ շատ այնպես բան էի անում, էլի ոչ կարևոր բան չկար։ Ու այդ ընթացքում պիեսը եկավ։ Արմենը ինձ ասեց, որ այս փորձեմ, այս հետաքրքիր, ասեց փորձեմ ես բեմադրեմ։ Ասի, ցավոտ տանեմ ես զբաղված եմ, ես չեմ հասցնի այս երկու բանով զբաղվել։ Բեմադրեց, ինքը սկսեց, ուրեմն սկզբում հրանտներ, այ հրանտը ավելի ճիշտ կպատմի ինչ էր։ Սկզբում դու ու Նազոն էիք, հա։ Նազոն կար, չէ՞ ինչ որ։ Սամսոնը խաղում էր հրանտի դերը, հրանտը խաղում էր Սամսոնի դերը։ Այսինքն ինչ որ բաներ, ու կին էլ կար մի հատ, 3 հոգու վրա գրած բաներ։ 3 հոգի էին, սկզբից 3 հոգի էին։ Նազոն ինչ որ կար, ինչ որ փորձեր եկել է, ինչքան ես գիտեմ, ես չեմ եղել փորձել։ Արմենը փորձել է այդ ընթացքի ընթերցումները։ Չէ, մտածում էինք, որ կարող է լինի, բայց ինքը չկար։ Ընդհանրապես մեակուլպայի իդեան եկավ Արմենի այդ պերիոդում Արմենը Համբարձումյան այն ինչի որ հեղինակ ինքը դառնում էր, որ մտքի հեղինակը դառնում էր, կապված էր իր աղջկա հետ։ Մարիան նոր էր ծնվել ու այ մեր այբենարանը մինչև երեխայի ծնունդներ գնաց Ռաստով եղբոր մոտ, վերադարձավ, բա գիտես իմ եղբոր երեխաները հայերեն չեն խոսում, իսկ դու պատկերացնում ես ինչքան երեխա կա հայ երեխա աշխարհում, որոնք որ հայերեն չգիտեն, ինչ որ մի բան պետք է անել։ Ընդ որում Արմենը ինքն էլ է ռուսախոս, առանձնապես հայերեն չգիտի։ Ու այտենց ծնվեց մեր այբենարանի միտքը։ Հետո Մարիան, որ արդեն կար, բան արեց, բա տես ինչ պայմաններում այն երեխան մեծանում, նորմալ չեն կարողանում երկիր բան անեն քլեն ժամանակ, դա 2001 թվին էր, 1 թվին արի մի բան մտածենք, ու տես ծնվեց մեակուլպան, որ ասում տես ամեն մեկս մեղադրում ենք որևէ մեկին, եղածի համար, բայց երբեք մեզ ինքներս չենք մեղադրում։ Դա իսկապես այդպես էր։ Հետագայում էր, որ մեակուլպան արդեն խաղում ենք, դահլիճում ես նայում էի, նստածները մեծ մասամբ երբ որ արդեն գնում էր դեպի ընդհանուր մեղադրանքը, միշտ նայում են կողքին, երբեք իրեն բան չեր անում։ Այդպես ծնվեց իդեան ու բնականաբար պիեսը տրվեց Արտուրին։ Հետո հա, ասեց չէ, ասեց իմ գործը չէ։ Ասեց արի, մոնտաժը վերջացրել եք ասեմ այբենարանի, այդ ինձ հնարավորություն կար դրանով զբաղվելու, բայց դա էդ էլ Խաթաբալադան էլ ժանգոտն էլ կարծեմ ժանգոտն էլ, երեքն էլ տևել են 9 ամիս։ Այսինքն նորմալ պտուղի այդ հասունացման բանի շրջան, որ եկա արդեն
փոխեցինք ու անընդհատ վահրամը տեքստեր էր ասում ենք այս sense բաները 2002 թվականին եղավ պրեմիերան փորձում էինք գոյում չիտկաներ արեցինք բան չէ ձեր չէ նախատաբալաներ չիտկաներ բանում օֆիսում բանի բակունցի տուն կա բակունցի այո բակունցի տանը արեցինք չիտկաները հետո տեղափոխվեցինք գոյի գոյում արել ենք բոլոր բեմական աշխատանքները խաթաբալադան էր գոյում բեմական ինքը բանը դե հետո արդեն մեծ բեմի վրա էր դեկորներով ռուսական տեղափոխվեցինք այտենց Պարոնյան սկզբից Ռուսականը վերանորոգման մեջ էր այդ ժամանակ ու պրեմիերան մեակուլպա եղավ Պարոնյան թատրոնում Դե ես երբ որ արդեն նայել եմ, դա արդեն շատ վաղուց էր։ Հա, ոչ թե պրեմիերան, էլի արդեն նայում էի 4 թվին գնացինք Ամերիկա ու ենթադրվում էր որ Արմենը սպառնում էր, դե Խաթաբալադան խաղացվեց շատ քիչ։ Մոտ մի 20 քանի ներկայացում ընդամենը։ Եվ Արմենը որ ասում էր 100 անգամ դնելու եմ, այնց սարսափելի էր թվում, էլի կողքի 100 անգամ պիտի խաղամ։ Դուք այդքան պիտի բան անենք։ Ամերիկա որ գնացինք 2004 թվին արդեն, տենց էր որ Մկոն էլ արդեն ասեց ես զբաղվածություն ունեմ, Մկրտիչ Արզումանյան որ խաղում էր։ Ասեց բանը զբաղված եմ, չեմ հասցնի խաղամ, բան։ Դե մտածում ենք որ Ամերիկայում այդ երկու հատ ենք խաղանք ու վերջ։ Մերակուլպան 2004 թվին կվերջանա։ Եկանք տենց փորձնական ասեց մի երկու հատ դնեմ էլի, ում կարելի է բառնել, հայտնվեց Վահագն Սիմոնյանը Մկրտիչից հետո ուրեմն ու ներմուծեցինք, ընդ որում տես իրան տեսա թաքնված տեսախցիկում ասի այս ինքն է։ Այդ բանը ոնց էր անունը։ Մոռացել եմ։ Պերսոնաժի։ Ինչ էր անունը։ Սքե։ Սքեն, հա։ Սքե։ Այդ Սքեն որ տեսա ասի այս ինքն է։ Ծանոթ չէի ու շատ ուրախ եմ։ Անհրաժեշտ է հենց այս Սքեն։ Հա։ Ծանոթացանք, պարզվեց որ ընկերացանք այդ աստիճանի ինձ համար թանկ մարդայինք էլի։ Երկու հատ դրեց, հետո ամիջապես սախվեց, հետո ու տենց գնաց մինչև 17 թիվը։ 17 թիվը մինչև խաղացան։ Բայց հետաքրքիր է, երբ որ մտածում ենք դերասանների մասին, արդեն որ պիեսը պատրաստ է, օրինակ բնականաբար Սամսոնի Ստեփանովսկի հարց չկար, որ կլինի Պողոսը Պետրոսը, թե կարողա Սամսոնը։ Ոնց որ միանգամից Հա, Սամսոնը միանգամից բայց սկզբում խաղում էր Հրանտի դերը, Հրանտը խաղում էր Սամսոնի դերը, Արմենը որ փորձում է։ Էքսպերիմենտ էր դա բացը։ Բեմական է։ Ես որ եկա հասկացա որ չէ, տենց սենց է պետք ամեն։ Ես չձգեցի Սամսոն ջան։ Նա դա Ու տենց գնաց մինչև 10։ Նենց հետաքրքիր է, ուրեմն դի քաղաքական սատիրա ժանրը միշտ էլ եղել է, բայց մեակուլպան ես կապում եմ գուցե ես եմ ուղղակի այդ ժամանակաշրջանին մեջ ավելի գիտակից տարիքում նկատի ունեմ էլի, երբ որ նայել եմ մեակուլպան, բայց ինձ համար մեակուլպան կարծես լիներ Հայաստանում քաղաքական սատիրայի ժանրի արդիականացման ինչ որ բան լիներ։ Ոնց նոր ալիք բարձրացավ էլի։ ինքը շատ բազմաժանր է, ես կարող եմ ասել, մի ժանրի մեջ ինքը չէր տեղավորվել, մի ձևաչափի մեջ էր, որովհետև շերտերը շատ են, կարող ես այսպես նայել, եւ այնպես նայել, եւ այսպես անկյունից որպես ժանր, հա, ինքը։ Եվ այդ առումով ասեմ քեզ, որ ինքը կոնկրետացած չէր իր ժանրի մեջ։ Ինձ համար ամենայն դեպս երազ էր։ Դա սոն։ Երազ։ Հա, ինքը երազի ժանրից։ Կարելի է ասել երազ, թեպետ մենք շատ անբացատրելի բաներ վերագրում ենք երազին եւ ասում ենք սա երազ է։ Հեքիաթում հարմար պատնեշ է, էլի։ Բայց արժևորում ես կոնկրետ ինձ համար ժամանակը սկսում է արժևորել այն ինչ որ դու ունեցել ես։ Կամ գնահատել ես, կամ չես գնահատել, կամ անցկացրել ես որպես սովորական երևույթ, բայց ժամանակի ընթացքում սկսում ես վերագնահատել ապրած այդ կյանքը, այն մարդիկ, որոնց հետ շփվել ես, որոնց հետ ճանապարհ ես գնացել, մայրցամաքներ ես հատել, ու չի եղել որևէ խնդիր։ Այս պարադոքսալը սա է, ու ամենարժեքավորը, որ մարդկանց այդ խմբի հետ, որով 15-17 տարի աշխատել ես, չի եղել բացարձակ որևէ խնդիր։ Տարօրինակ բան կասեմ, բայց սա այն ճշմարտությունն է, այն մեծ արժեքն է, որ ես ինձ համար վերցել եմ այդտեղից։
Սա ֆենոմեն է ինձ համար մեր իրականության մեջ։ Երբեք որևէ մեկի հետ որևէ մանրից միջև չի եղել նման բան։ Խնդիրը տեղում լուծվել է, թերությունը տեղում վերացվել է, որը որ համապատասխան չի տեղում դրվել է այդ հարցը քննարկման։ Սա ինձ համար մեծ գնահատական է։ Այդ ջերմությունը երևում էր, պարոն Ստեփանյան։ Դա չէր կարող չգերի։ Ես Դու օրինակ գիտեք, մի նկատել եմ։ տարօրինակ բան կար, Այսքան բան չէի լսել, բայց նկատել եմ դա, երբ որ նայում էի ներկայացումը, դա զգացում էր որ արդեն որքան ժամանակա 2017 թվից էլ չեն խաղում, միակուլպա մեկը, բայց մինչև հիմա այդ մոտիկությունը, այդ իրար ձգողականությունը մինչև հիմա կա, մեծ հաճույքով հանդիպում ենք, նշում ենք ինչ-որ բաներ, օրեր, կապված ներկայացման հետ բան, բայց դա շատ հետաքրքիր է։ Այտենց բան պարադոքս է, որ ես չեմ հիշում ապրածդ կյանքն է, հասկանում ես, արժեքավորում ես ապրածդ կյանքը, 17 տարի ապրած կյանքը, որովհետև դա իսկապես կյանք է, դու այդ ժամանակ անցկացրել ես այդտեղ, քո կյանքի ժամանակն ես անցկացրել, ու ինքը քեզ տվել է, հենց այնպես չես անցկացրել, ինքը քեզ մեծ դիվիդենդներ է տվել, հասկանում ես։ Մեկ էլ հետաքրքիր է, որ ինքը փաստորեն 15-16 տարի մնաց բեմում, 15-16 տարի մասնավոր չլինելով որևէ թատրոնի պրոդուկտ։ Այդ շատ դժվար է։ ու փաստորեն Մեծ ճանճ կա։ Ինչ անենք։ ոչինչ չփոխվեց, Ոչինչ նույնն էր։ Ես վստահ եմ, որ Ներկայացումը հիմա էլ անընդհատ- եթե ինքը լինի, ինքը հանդիսատեսը մեծ հաճույքով գալու է։ Իներցիան աշխատելու է մինչև հիմա, պարոն Թուղթ։ Դա իմ ամենամեծ Հրանտը ցանկությունն է։ ասում էր ներկայացումը, որ ներկայացումից հետո չեմ հիշում, բայց կարծեմ երկրորդի ժամանակերով ասում էր ցավալիորեն չի փոխվել ոչինչ։ Նա Մենք 15 տարի խոսում ենք խնդիրների մասին եւ այսօր այդ խնդիրները դրգոյություն Ավելի ունեն։ 600 սրացել հոգի է։ նայում է ամեն Հիմա մեկը։ ավելի սրացել է։ Դե հիմա բանը, ես ուզում եմ դերասաններին հիշեմ, ոնց բերեցինք, դե Մկրտիչը մեզ հետ ինչ-որ մի պահից միացավ մեզ, այդ բանի սքեի հենց որպես պերսոնա, բան, դերակատար, դե որ Մկրտիչներ, ուրեմն ենթադրում եմ դա շորը կա, ուրեմն շորշորն էլ պիտի լիներ, ու մանային գալի այդ այնց մկոն որ կարողանա ոտը դնի վրան, բան տենց սկզբում տենց էր, ու հետո Պոնչի հետ բանի Վահագի հետ փոխվեց Պոնչի։ Արայիկը Սարգսյան։ Ես իրան տեսել էի, մի հատ ռեկլամ էինք նկարում։ Ասեցի որ sense 4 հատ ձմեռ պապի էին ու Արայիկը որ եկավ, Արայիկը բանի Google-ի պորտրետը որ կա է, որ կենթանի է աչքերը նկարի, այնքան կենթանի է, բան, այ Արայիկը ոնց որ այդ պերսոնաժն էր։ Ինքը sense բարակ բեխերով, ու sense դու սպորտած աչքերով, հիշեցի ես։ Ու հենց հնարավորությունը եղավ այդ 4 բանվորների մեկ բեմի։ Արայիկին բերեցի այդ բանը, ինչ էր ծախում, ալոչ ծախով մեր Արա Սարգսյանը։ Եվ լովը, այդ ժամանակ Այբենարանում նկարվում էր, լովը իր այ քարոտի չափ էր, նիհար սլացիկ տղա էր։ Այբինարանի չափն էր։ Ու լովը իհարկե մեզ միացավ, դե լովին հետ աշխատում էինք Այբենարանում նաև։ Այն որ առաջի սելյաները նայեք Այբենարին, լովի ամբողջը մայքը բան կանեք, կնկալեք ժամանակին ինչպեսին էր։ Լովը միացավ, շատ դժվար է ստացվում այդ երկուսի տեսարանը։ Երկար էր ստացվում բան, հետո որոշեցինք, որ այդ եղած վիճակում այդ խումբը հավաքվեց, 9 ամիս մենք միասին անցկացրեցինք, ընդ որում շատ բան լավ 9 ամիս էր։ Ինքը հանգիստ տեմպով, ուղղակի չգիտենք, ոնց որ Խաթաբալադայի դեպքում, սրա դեպքում չգիտենք ինչ ենք անում, ինչ ժամանակ։ Եկավ Տիգրանը Ղուլը։ Այդ եմ ասում, էլի հա Տիգրանին Գյուլումյան, այդ մկոյը որ փոքրը պետք էր, այդ աղջիկը հենց էլի ինձ ասեց, որ Սունդուկյանում մի հատ տենց տղա կա, որ եկավ համապատասխանում էր չափսերը, էլի շատ բանա դուրս եկե։ Ես ունեմ միակուլպայի առաջի հատվածի բան կա, թեմաներ կար, որ դուրս եկավ, հետո որտեղ ինքը երկար էր, լիքը ձմեռ պապի կար, Տիգրան ձմեռ պապի էր խաղում, գալիս էր Սամսոնի մոտ։ Բիթնիկ կար։ Օգոստոս ամսին գալիս էր մոտը, ինչ կար։ Բիթնիկ։ Բիթնիկ։ Այդ ո՞րն է։ Ռոկեր որ կար։
Հա, պանկեր, ինչ էր, հիպի էր, ինչ էր։ Այն չէ տենց Որից արայիկներ։ Արա։ ինքը տենց Էդի բայց կրճատվել էր այդ հատվածը։ հա։ Որտեւ փորձում էի վերհիշել Առաջին երկու ներկայացում որ խաղացինք, դրանից հետո հասկացանք որ շատ երկար է, դե բեմ որ չես ունենում, այն բեմը որի վրա ստացիոնարը որի վրա պիտի խաղաս։ Այդ ամենը չի երևում։ Հետո հանդիսատեսի վրա փորձարկել կա։ Այդ փորձարկումից հետո հասկացանք որ իրան պետքա կրճատել։ Դրինք հիմա էս ռադարեք, էս թողեք, էս թողման։ Կամ էս ավելանա, որտեղ շատ հետաքրքիր է, սկզբից երբ որ խաղում ենք պրեմիերան, որ եղավ ներկայացման, Արա Գեղեցիկի կտորը չկար։ Հա։ Ու Չերչիլի կտորը չկար։ Այդ երկու կտորը հանված էր ներկայացումից։ Հետո դրանք ավելացան, ինչ որ բաներ դուրս եկան, հա։ հետո նոր իրենք եկան։ Հրանտի սիրած կտորներ հրանտ են անդադոսում, Արա Գեղեցիկ պիտի խաղա, Արա Գեղեցիկ։ Բայց տարօրինակ է, հիմա թվում է թե չի ստացվի հանել որևէ բան։ Հա։ Ավելորդ չես կարող հանես ինչ-որ տեսարան էլ, եթե դա սկզբից անել կարող է դնենք բրտեինք, բայց հիմա երբ որ նայում ես հետադարձ հայացքով ասում ես չէ, բայց այս տեսանը չես կարող անել, սա չես կարող անել, սա չես կարող անել։ Ինքը զտվում է ընթացքում։ Ժամանակն է երևի նստացրել։ Ես ունեմ բանը, առաջի գործողությունը նկարած ունեմ գոյում։ Այդ Պրագոնը նկարած ունեմ։ Դու Մայկայով ես սպիտակ։ Երիկա։ Արդյոք հավաքվելու եւ նայելու վերջ։ Ու այդ զմեր պապին կա այն արայիկներ բանդանայով մտնում է տերորով։ Ուրեմն ամռանն ենք, դա ամռան նկարահանում է։ Հա։ Հա դե Մայկայով ասեցի դե Չէ, դե գոյում հա։ շոկ, բայց ինչ պետք է։ Չէ, ուզում ասեմ, զգեսներով չի, այդ բանը VHS-ի վրա ես պահել եմ։ Եվ շատ թանկ եմ վաճառելու տոմսերը դիտման ժամանակ։ Իհարկե այս ամեն ինչը պատտվում էր իսկապես կոնկրետ մի հոգու Արմեն Ամբարձումյանի շուրջ, որտեղ Արմեն Ամբարձումյանն էր տոն տվողը այս ամեն ինչին, հավաքողը, կենտրոնացնողը, հասկանում ես, այդ ներքին չերևացող սարսափելի աշխատանք տանողը։ Դու ինքդ էլ գիտես ինչա չերևացող աշխատանքը, որ այս ամեն ինչի հիմքն է, այս ամեն ինչը դրված է դրա վրա։ Այս առումով իր գործունեությունը իր արած անգնահատել է ուղղակի։ Հետո շատ հետաքրքիր էր սկզբից որ Մեակուլպան եղավ, իրան փորձում էին համեմատել Խաթաբալադայի հետ։ Անընդհատ այդ համեմատությունը լինում էր։ Հետո ինքը արդեն իր կյանքով ապրեց։ Էլ չհամեմատեցին, դարձան երկու տարբեր ներկայացումներ։ Նա մեկ, սա երկու։ Հետո Մեակուլպայում շատ հետաքրքիր մի բան կար։ Իմիջիայլոց այսօրվա դերասանուհիներին դժվար է դա բացատրել, բայց դա կար։ Երբ որ հայտնվեց Իրինա Դանելյանի կերպարը, ինքը պետքա լիներ բեմում։ Հետո ոչ միտեղ արանք չգցան Կիրային։ Ոչ միտեղ չկար։ Ու Իրինան 15-16 տարի բեմի կողքը Ժիվորեցա։ ինքը իր տեքստը միկրոֆոնով ասում էր։ Երեք հոգի կողքը աշխատող կար։ Մեր ասիստենտը Անահիտ Այվազյանը, որը Սամսոնի քարտուղարուհին էր, որը զանգում էր, Սամսոնի չէ, Սամսոնի վերադասի քարտուղարուհին էր, Անահիտ։ Ես վերադասն էի կողքից, հա, այդ ժիվո էր անում, որտեղ այնքան ծանր ինքը սա։ Ձայնել է կենթանի, ձեր ձայնը կենթանի գերու։ Անես ծանր սաունդտրեք ուներ, չէինք ուզում դա տայինք, որ բանով անենք։ Ֆոնոգրամա չկար։ Ու Իրանն Հարևանուին կենթանի Ամեն ներկայացման կուլիսներից միկրոֆոնով կենթանի։ Չէ, իրոք այսօրվա դերասաններին դժվար կլինի դա։ Հա, սպասում եմ, այսօր տեսնեմ մի դերասանի, որ 16 տարի բեմից դուրս, Հա, ոչ էլ պակլոնի է։ բայց այնպես կխաղա, որ ինքը հիշվեց, այդ ամենայնը։ Բալես։ Ես իրան ներկայացում խոստացա այդ բանի ու կատարեցի խոստումս Ջինջանը։ Արեցի հենց իր համար Գրիշաներ, Աղախանյան, Իրաներ, Մեկելովներ։ Մեակուլպա երկուսի մեջ էլ։ Երկուսում չէ մտավ, ինքը մտավ արդեն, հա։ Չէ, դա արդեն անբարոյական էր, այս կնոջ պահել։ Այլևս կուլիսներում։ Այ Մեակուլպա երկուսը շատ տարօրինակ կենսագրություն ունեցավ այդ մի ներկայացումը, որովհետև ինքը ծնվեց 2016-ին իդեան իրա։ Ինքը մինչև արվեց 2017-ին էր, 17-ին խաղացվեց պրեմիերան ու եկավ 18 թիվը։ Եկավ 18 թիվը ու Մեակուլպա երկուսը ինքը կորցրեց իր ակտուալությունը։ Թվում էր թե կորցրեց։ Հա, թվում էր այն ժամանակ այլ կերպ
կարդացվեց ու սկսեցինք մեջը փոփոխություններ անել, բայց ինքը տենց էլ չհասավ իր այն վիճակին, որպեսի մնա որպես ներկայացում ինքն էլ ունենա իր կյանքը։ Այդ շատ հետաքրքիր էր։ Բայց մեջը կային կտորներ, որոնք որ Բայց համեմատության մեջ որ դնում եմ, ես երկրորդը ավելի եմ ընդունում կամ առաջին։ որտեղ երկրորդը Չգիտես ինչի, ինձ համար երկրորդը ավելի մի շերտ բարձր է առաջինից։ ու երբ որ այսօրվա աչքով ես նայում երկրորդին, ինքը արդիական է։ Շատ արդիական է։ Ես այս ամենի մեջ սիրում եմ Ժանգոտ Բանալին։ Իմ ամենասիրելի այս ցիկլի շատ սիրում։ Այս ցիկլի իմ ամենասիրելի ներկայացումը դա է։ Ցավոք սրտի 10 հատ խաղացինք ընդամենը։ Որը Ժանգոտ Բանալի։ Ժանգոտ։ Հա։ Սամսոնը այնտեղ վիրտուոզ էր։ Ինքը իր ժամանակից մի քիչ շուտ դուրս եկավ։ Չէ, կակրած ժամանակ։ Չէ, Այն հիմաները բաները սկսել էին արել։ Օրինակ առաջին գործողությունը նայողները շատ մարդիկ կային, երբ որ առաջին գործողությունը նայում էին, երկրորդին անգամ չէին մնում, օրինակ լեղել են դեպքեր պարոն Թոխացյան։ Ու հարցնում էին ինչի համար ես դուրս եկես ասում, դե ուշացած կրակոցը։ Բայց երբ որ Ընդհակառակը նախազգուշական կրակոց երբ որ էր, նայում ես պարզվեց։ երկրորդ գործողությունը, պարզվում է, որ ոչինչ ուշացած կրակոց, սա մեր իրականության մասին է։ Նախազգուշական։ Հետաքրքիր բան էր, ամեն ներկայացումը իր սևության մեջ անպայման ունի սպիտակ կետ։ Խաթաբալադայում երբ որ չեն գտնում այդ սպիտակ կետը, ինքը արհեստականորեն մտավ Միքայելի երգը վերջինը, որը ներկայացման, ընդհանուր ներկայացման հետ կապ չուներ, բայց ինքը որպես սպիտակ կետ մնաց։ Միակուլպայի մեջ դա կար։ Տիգրան Մեծի կտորից հետո գալիս էր ամենավերջի, դաժե Սամսոնի մանալոգն էր, բայց դիալոգի պես, որ մենք երկուսով ենք մնում բեմի վրա, որ մենք ձեզ կասենք երբ։ Ժանգոտ Բանալիի մեջ մի շատ տարօրինակ բան կատարվեց։ Ներկայացում նրա մասին էր, որ դուք վատ ապրել եք, վատ ապրում եք ու վատ եք ապրելու։ Նախազգուշական ներկայացում է։ Ինքը Դա սպիտակ կետներ։ սպիտակ կետ չուներ ու դրա համար էր Լևոնի կերպարը Պիերոն, որ ամբողջ ներկայացումը լռում էր, վերջում ինքը խոսած, երբ որ իրան ընտրեցին նոր առաջնորդ։ Տարօրինակը, որ ասում են ուշացած կրակոցը, դա արդեն եղել է նման բան։ Բայց հիմա երբ որ նայում հիմիկվա ներկայացում է ինքը Ժանգոտ Բանալին։ Շատ Ես ուզում եի գոյուն վերականգնել։ Մենք շուտ ենք սկսել։ Ես գոյուն ուզում եի վերականգնել, այն էլ տենց ով բերեցին մեր գլխին, բայց հլտենանք։ Չէ, Լևոնի կտորներից այդ բանը։ Եվ ասեմ քեզ, որ Ժանգոտ Բանալին Վարամ Սահակյանի ամենադրամատուրգիական գործն էր։ Համաձայն եմ։ Թատերական առումով, կանոններով գրված։ Մյուսները, ասենք, բաները, մեակուլպաները, ինքը հրապարակախոսական թեմա էր, որը դրամատուրգիական կառուցված չուներ առանձնապես, մենք էինք սկսում այդ դրամատուրգիա։ Ժանգոտ Բանալին դրամատուրգիա էր արդեն։ Իսկապես դրամատուրգիա էր։ Հորորվականի կտորը դուք էիք հուշել Վահրամին։ Չէ, ինքը բանը, Որովհետև գիտեմ ինչքան եք սիրում Շեքսպիրի։ շատ եմ սիրում, բայց Վահրամը այդ իր թեմաներից է, հորորվականը, հիմա հենց հիմա մի բան է փորձում, որը առայժմ կոչվում է առը հավիրք, ու էլի Համլետի հորողպոր, այսինքն Համլետի հորողպոր ուրվականն է գալի, Կլավդիոսի ուրվականն է գալի, որտեղ հոր ուրվականը զզվացրել է, Սաղենյանյանայիկի։ Դե Ինչքան կարելի է Ժանգոտ Բանալիի ամենասկզբում, երբ որ դու հիշում ես, կար 3 հատ ուրվական։ Հա, 3 ուրվական էին, շատ։ այդ իր Ընդհանրապես հետաքրքիր է ներկայացումների մեջ, օրինակ նույն Մեակուլպայի մեջ կար Վագրի կտոր, Վագրի կերպար։ Ու երբեք որևէ մեկի մոտ հարց չծագեց ինչ է Վագր։ Ասենք կլոունը ավելի է նման կամ սրան նրան, բայց ինքը Վագր ու նորմալ ընկալվում է։ Ես Վագր եկա, Վագրը ասեց, շունն է էլի նորմալ է։ Չէ, Վագրամն էր դա։ Դե, բայց Վարամը երևակայությունը անսպառ է այդ առումով ու անընդհատ նոր է։ Մենք մտածում ենք, որ
երկրորդը երբ որ ունեցանք միակուլպայի, որ խաղանք սերիաներով ու տոմսերն էլ տենց կվաճառենք, առաջի դե 2 օր մեզ տալիս էին։ Թատրոնը թատրոնի աշխատանքային օրերը չէին։ Առաջ օրը խաղանք առաջինը, երկրորդ օրը խաղանք երկրորդը, դա մի տոմս լինի։ Ու կարծեմ արեցինք Մի անգամ երկու անգամ տենց խաղացին։ Առաջինը, մյուս օրը երկրորդը։ հա, սերիաներով ու միասնական տոմսեր էլի։ Հա։ Սերիալը էլի, արի նայ, թատրոն, ուղղակի դերս մի դուզ գաս այդտեղ նայես։ Դե տենց հիմա Իսկ վերականգնելը պարոն Սահակյան, քիչ առաջ ասում էիք։ Հրանտի սրտովա Դա ես իմ վազելով, երազանքն է վազելով։ ու մանավանդ որ մոտ 2 տարուց մի քիչ ավել կտրվեցի բեմից ընդհանրապես հիմա որ խնդրելով տղաներին վերադառնում եմ բեմ ես կարծում եմ որ միակուլպան պետքա կրկնել անպայման հետաքրքիր որ միակուլպան ես էլ գիտես Սամսոն շատ ճիշտ ասիր ես էլ մտածել եմ իսկ ինչ կարելի է մեջը փոփոխել էր որ ինքը ավելի արդիական դառնա բայց պարզվեց որ ոչ մի բան պետք չի ոչ մի բան ընդհանրապես Թերևս միայն տեքստային ինչ որ բաներ ոչ թե տեսարանային, այլ տեքստային ինչ որ բաներ, բայց աննշան, ես էլ հիմա պես վերանայում եմ անգամ նախադասություններ էլի երևի մի քիչ այն ժամանակ հա Երբ որ այդ աստղը մտնում էր դահլիճ, Խատը, ինտը, խատը։ այդ ինչ որ մոգական ուժ ուներ այդ աստղը իր մեջ, ամենասկիզբը ներկայացման։ Նայում ես դե ոնց է եկել ես օրինակ ներկայացման, սպասում ես որ վարակույրը բացվի եւ սկսի ներկայացումը։ Եվ հանկարծ աղմուկ։ Ընդ որում շատ կենթանի աղմուկ, այսինքն թաթերային աղմուկ չի էլի, շատ բնական աղմուկ է։ Շրջում ես աստղա գնում մի հատ մեծ։ Դες գնաց այդ աստղը։ Էս ինչ էր։ Ու հանկարծ արդեն վարակույրը բացված ու պարոն Ստեփանյանը փորձում է ելույթ է իր։ Չէ, շատ հետաքրքիր էր, շատ։ Ինքը իրոք լեգենդար ներկայացում էր։ Կարևորը որ պետք լինի այդ ներկայացումները նրա համար են որ դրանից օգտվեն։ Սա ուղղակի տեն ժամաս չի, բան չի էլի, այդուհանդերձ մի հատ ուշադրություն դարձա այս ամեն ինչին։ Այ որքանով էր պետքական, չգիտեմ։ Դե պարոն Սահակյան, օրինակ թե mea culpa-ից, թե օրինակ Խաթաբալադայից շատ արտահայտություններ թևավոր են դարձել։ Մնացել է որպես խոխմա։ Այսինքն դրա անհրաժեշտությունը կա։ Ցավոք սրտի որպես խոխմա է մնացել, ինքը ոնց տենց ոչ ոք իր վրա չի վերցնում, մենք շատ հմուտ ցերողներ ենք մեզնից։ Բնական է Արտուր ջան, որովհետեւ մեկը չի վերցնի իր վրա եւ ներկայացումը շատ թույլ փոքր բան է, որ կարող անեն ինչ-որ բան Ամեն դեպքում։ Հին Հռոմում ազդել է, հիմա չգիտեմ։ Հին Հունաստանում ազդել է։ Եթե վերցնենք ներկայացումը մոտավորապես Արմենը հաշվել էր մի օր, էլի մոտավորապես իհարկե, նայել են մինիմում 450-ից 460 հազար հանդիսատես, որ նայել է այդ ներկայացումը։ Ու մեզ թվում էր, որ ինքը ինչ-որ ազդեցություն մերպես մտածող կամ մերպես հարցերին պատասխանողները կլինեն։ Երևի այն ինչ որ այսօրվա օրով մենք ապրում ենք, երևի այդքան շատ պատասխաններ չենք գտել ներկայացման մեջ։ Երևի նորից է պետք այդ հարցերը բարձրացնել, փորձենք այդ պատասխանները գտնել։ Միգուցե մենք թատրոնի վրա շատ մեծ պատասխանատվություն ենք դնում այդ առումով։ Շատ հնարավոր է Սամսոն։ Շատ ենք պահանջում իրենից։ Միգուցե ես այսպես եմ կարծում, որ նմանատիպ բաներ շատ պիտի լինեն, որpիսի իր ազդեցությունը թողի։ Մի ներկայացում, մի կաթիլ է ընդհանրապես։ Դրվածքը պիտի այլ լինի։ Եվ տես կաթիլներ շատ պիտի լինեն, որ նոր հասարակությունը կարողանա գիտակցել կամ ապրի նենց ոնց որ պետք է, որpիսի ունենա կոպիտ ասած պայծառ ապագա, հզոր հայրենիք եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ նմանատիպ կաթիլները պետք է շատ լինեն։ Երևի դե մեր խումբը, ասենք, հիմա մեր խմբի պես քանի հատ խմբեր կան ու ունեն իրենց հանդիսատեսը, ունեն իրենց հաջողությունները կամ անհաջողությունները, բայց այս մեր խումբը ինքը ավելի, այո, քաղաքական հիմքի վրա քաղաքացիական հիմքի վրա կառուցված ներկայացումներ էին։ Իր պոզիցիան ունեցող բոլոր ներկայացումները այդ ուղղվածության էին։ Թե Խաթաբալադան, թե շատ հետաքրքիր էր, որ Խաթաբալադայից հետո
Ժանգոտ Բանալին գրվեց։ Հա, Միակուլպան չկար։ 80 Այսինքն Ժանգոտ Բանալին ավելի վաղ է գրվել, քան 98 մեր այո, թարմացվեց։ 96 թվին մենք խաղացինք Խաթաբալադան, 98 թվին գրվեց Ժանգոտ Բանալին։ Ու մի օր մենք փորձի ժամանակ Արմենի կինը զանգեց, ասեց անպայման միացեք հերոստացույցը նայեք։ Սեպտեմբերի 11-ին։ Չէ, Չէ, մեր պարլամենտի հոկտեմբերի 27-ը 27 առաջ։ միացրեցինք ու այդ պարլամենտի այդ արհավիրքը որ տեսանք, դա ավոր ազդեց մեր վրա ու փաստորեն Ժանգոտ Բանալին վերջանում էր նրանով, ինչը որ կատարվեց մեզ մոտ պարլամենտում ու մենք դա մի կողմ դրեցինք, մի տեսակ վախ առաջացավ, որ ինքը ներկայացում է բան է, էլի։ Ու Ժանգոտ Բանալին այտենց ինքը անընդհատ դնում էինք ինչ-որ բան կատարվում էր։ Ու դա դրվեց բանի մեջ, մի քիչ հեռու ու գրվեց Միակուլպան։ Ես հիշեցի։ այս Ժանգոտն դեպքում է խոսում, այո։ Այո։ ոչինչ, ճիշտ էր, որտեղ Միակուլպան իրոք իմ սերունդը բոլորը տեսել են։ Շատերը խոսում են Փառք դրա Աստծո։ մասին, անգամ մարդիկ, ովքեր, չգիտեմ, հաճախ չեն գնում թատրոն, բայց Միակուլպան ինչ որ զգողական ուժ ուներ։ Պարտադիր գնում էին նայելու։ Մի հետաքրիր բաներ պատմեմ Արմեն ջան, շատ հետաքրիր էր, որ մենք բավականին մտերիմ ենք Թաթայի հետ։ Հա։ Երկիշ Թաթայի հետ, այդպես ստացվել է։ Ու ինքը Միակուլպան երևի թե անընդհատ նայել է։ Ու ինքը իր վրա միսիա էր վերցրել։ Հա։ Ռաբիզ աշխարհը բերում էր անպայման ներկայացումներ։ Անգամ այն մարդկանց, որոնք կյանքում թատրոնում չէին եղել։ Լուրջ եմ ասում։ Շատ հետաքրիր, ասենք Եղիշիկը կլարնետիստ, Թաթուլը երգիչ, որ թատրոնը իրանց համար դա ինչ որ տարօրինակ բան էր, ոնց որում Մուրզոն մի անգամ Եղիշիկին տալել էր մի ներկայացման, որը որ սենց ու այդ տղան հիասթափվել էր թատրոնից ընդմիշտ։ Ու որ Թաթան ասել էր գնում ենք ներկայացման, ասել էր ես հրանտին հարգում եմ, բայց եթե էլի այդ ձևի բամպին այնք ավելի ավա գնանք միտեղ հաց ուտենք։ Թաթան ասել արի սա զիլ գործա, պիտի նայեք անպայման ասա, անպայման պետքա բոլորդ նայեք։ Ու եկել նայել են արտասվել էր ներկայացման։ Դեղան ինքը չէր կարող չէ։ Շատ հետաքրքիր, որ իրանց վրա իր ազդեցություններ ունեցել ներկայացումը։ Ես ասում եմ բանը, այդ արդեն 8 թվից 9 թվից ես արդեն իրանց sense անուն է դրել Երևան ժամանողը Գառնիկ եղած Միակուլպա այդ պարտադիր էր էլի իրան գալիս էին արդեն հավանած իրանք որ մտնում էին ներս իրանք արդեն հավանած էին այդ ներկայացումը գալիս էին այդ շուտ այս տեղեն եկել էլի Չէ, իրոք շատ շատերը, բան թողացան, շատ շատերը, ովքեր, չգիտեմ, կյանքի ընթացքում երևի հաշված անգամներ են եղել թատրոնում, այդ շրջանում ես հիշում եմ պարտադիր գնում էին այդ ձեր ասացի պես, եթե անգամ գալիս էին Հայաստան, Գառնիկ եղավ եւ Միակուլպա։ Կրծեր եղբայր ես դե եղբայր ես կրծեր Լուիս Հոկուն ես չգիտեմ ինչքան տոմս եմ իրան տվել Արտուր այս անգամ էլի 4 հատել ու ասում եմ որ դու այդքան ծանոթ գնում ես այդքան ծանոթ չունեմ դու ո՞ր ես այդքան անընդհատ այդ ինչքան Միակուլպա է սպասում եմ իսա կզանգի Եվ ամեն անգամ նոր բաներ էի ես օրինակ 10 անգամ 10 մի քիչ շատ եմ նայել ամեն անգամ ինչ որ նոր բաներ էի քաղում այդ ներկայացման միջից նոր ինչ որ շերտեր էի ինձ համար բացահայտում նոր ասելիքներ դե առաջին անգամ նայում ես ընդամենը մակերեսորեն որովհետև այդ ամեն ինչը այնքան շատ էր բեմից չէր հասցնում էլի ամբողջ այդ ինֆորմացիան մարսել երկրորդ եւ հաջորդիվ անգամներ երբ որ գալիս էի արդեն մի քիչ մասնագիտական աչքով էի նայում էլի նոր շերտեր էի բացահայտում եւ ասելիքը հիմա էլ եւ կներեք այս դեպքում չգիտեմ ասեմ երևի ցավոք սրտի միշտ արդիական լինելու
ասել։ Եթե ես խելքի լինենք։ Իսկապես ցավոք Այս դեպքում ցավոք սրտի, որովհետև այդ գիտակցությունը, պարոն Թուխացյան, որ ասում եք, այ կգանք մենք արդյոք այդ գիտակցության, որ հասկանանք, որ մենք ենք մեղավոր այն ամենի հետ, ինչ մեզ հետ է կատարվում։ Յուրաքանչյուրս մեր մեջն ենք, կգանք այդ գիտակցության, թե չէ, դա մեծ հարց է։ Պարոն ջան, շատ ճիշտ բան ասացիր, գիտես, ինչի բանը հիշեցրեցիր։ Ամեն ներկայացում փոխվում էր, ուրիշ էր։ Պատկերացնես, ամեն ներկայացում փոխվում Հա, էր։ Ինչ որ նյուանսներով ինքը փոխվում էր անընդհատ։ Նորանում էր, նոր բաներ գտնվում, բան։ Արտիստների զգացողականը Չի եղել տենց որ տենց ներկայացում, որ որևէ նյուանս հանկարծ չփոխվի։ Թատրոնը հենց դա։ համաձայն եմ, թեկուզ դուս էր գալիս բեմ, արդեն պետքա ծանոթ լիներ, չէ՞, հեսա Սամսոն հետ եմ հանդիպում, էս պետքա ասի, ես էս պետքա ասեմ ու բաժանվենք։ Չէ, գալիս էր բեմ ու անսպասելի էր իր այդ ասածը ուրիշ ձև էր։ Հա։ Իմ խաղացածը, այդ միշտ քանի նոր հատ էր, ներկայացում միշտ որ նոր խաղացել ենք 16 տարվա մեջ, ես չեմ հիշում երկու նույն ձևի ներկայացում, որ նույն ձևի խաղացած լինեմ, կամ Սամսոնը խաղացած լինի, կամ թեկուզ տղաներից որևէ մեկը խաղացած լինի նույն ձևի ներկայացում։ Այսինքն միզանսցենի մեջ, խնդիրների մեջ ոչինչ չէր փոխվում, ոնց որ կա, տես դրված է, բայց մթնոլորտի մեջ, հարաբերությունների մեջ, նրբերանգների մեջ աներևակայալի փոփոխություններ տեղի ունեն, որը չես կարող չանել, չի կարող չլինել դա։ Վերջին ներկայացումները անգամ հիշում եմ ներկայացումից հետո անպայման մի երկու խոսք հանդիսատեսին ասում էինք, որ ներկայացումը վերջանում էր, ուզելով որպեսի մի քիչ ավելի շատ ինֆորմացիա հասնի հանդիսատեսին կամ մեր զգացածը կիսվենք մեր հանդիսատեսի հետ։ Մերսի։ Որքանով էր դա հաջողվում, որքանով էր ստացվում, չգիտեմ։ Եթե հանդիսատեսը հանրությունը մինչև հիմա խոսում է մea culpa-ի մասին, կարծում եմ նրա անհրաժեշտությունը կա միանշանակ։ Դա համար պետքա վերականգնել Միանշանակ, պարոն Թուխացյան։ ու նորից խաղալ այդ ներկայացումները, որպեսզի ծնվի նորը։ Վազել։ Պարոն Սահակյան, իսկ երիտասարդ ռեժիսորներին ինչ խորհուրդ կտաք, ոնց կարելի է օրինակ նման հաջողված շատ բան օրինակ հարց ասա, ոնց հանեն, հա։ Անկեղծ լինեն։ Անկեղծ լինեն իրենց աշխատանքի մեջ ու եթե ունեն երևակայություն եւ շնորհք, անկեղծ լինեն, չփորձեն եւ մասնագիտաբար դերասանները իրենց գործին էին։ Մենք միասին այդ էր դրա բանը, որ բոլորը իրենց գործին էին։ Բոլորը մենք բան ենք անում, վիճում ենք, այս կտորը սենց հանենք, սենց թողենք, այսքանը հանենք, այսքանը պահենք։ Այդ բոլորը մեր այդ կոլեկտիվ աշխատանքի եւ մտահոգված այս խնդիրներով մտահոգված քաղաքացիների հրանտի ասած այս ամեն ինչով լավ մենք ինչ անենք մեր բանը գործը չի ինտերվյու տալը քաղաքականություն վերլուծելը դա մեր գործը չի մենք մեր գործով ինչ անենք ու մենք բոլորս աշխատում ենք մաքսիմալ անկեղծ անձնատուր լինել այդ գործի մեջ այդ գործը ամենակարևորն էր այդ պահի համար մեզ համար մտայինորեն բան կարող պատահի փորձը վերջացածել ներ ժամերով նստեինք այդ տեքստերի վրա ինչ որ մի բառի համար Վահրամը գար նստեինք Արմենի հետ մտածեինք բանից ամեն բառի համար իսկ իմաստ դեգերող նավին երբեք չի ինչ անի տեսա մոռացա հիշում եի անիմաստ դեգերող նավին երբեք չի աջակցի ուղեկցի համընթաց քամին այդ մի շաբաթ այդ նախադասությունն էինք այսինքն եւ ռեժիսորին եւ դերասաններին անկեղծ ու նվիրված եղեք ձեր գործին, ձեր մասնագիտությանը եւ ձեր հայրենիքին այդտեղ կծնվի այդպիսի բաներ երբ որ սրտից է գալի Դες հետաքրքիր էր որ մենք բեմի վրա ու բեմից այն ժամանակ ասում էինք տեքստեր ասում էինք բաներ որոնք որ ժամանակի ընթացքում ուղղում էինք նորություն էր մտնում հնությունը դուրս էր գալիս բայց ասում էինք բաներ որոնք որ ուրիշները ասենք իրենց ինտերվյուի մեջ քաղաքական ասում են ունենց բանով որ տես մենք անվախ դրա մասին խոսում ենք իսկ մենք դա բեմից էինք ասում բայց մի բան էլ էր հետաքրքիր որ
այդքան ժամանակ, այդքան տարի մենք խաղացինք, որևէ մեկը մի անգամ չասեց, այս ինչ եք անում։ Խաթաբալադայից սկսած։ Հա, Խաթաբալադայից սկսած։ Որովհետև 3 նախագահ փոխվեցին այդ ներկայացումների ընթացքում։ Որևէ մեկը չասեց, որ Խաթաբալադայի բանը անալոգիան շատ ուղիղ էր գնում։ Մի անձնավորության վրա։ То есть բոլորը դա նմանացնում էին հենց այդ պերսոնաժին։ Երբևէ ես էլ ամեն ներկայացում ես միշտ ներկայացումներից կողքն եմ, ես պիտի լինեմ այդտեղ։ Ես էլ կարմանում եմ այդ ամեն ինչը կերևա կտեսնեմ, բան կանեմ, ոչ մի բան։ Մենք նույնիսկ սկզբից Խաթաբալադայի համար հիշես շատ բան ենք անում ու պահպանության bodyguard արեցինք այնտեղ։ Մարդես այտենց թեմայով առաջի անգամ դուրս են գա, չգիտենք էլ ինչա, չգիտենք ինչ արձագանք ստանա, հասկանալի է։ Պարոն Սահակյան, այդ բանը իհարկե լսել եմ այդ պատմությունը, չգիտեմ որքանով է որ ճիշտ է հավաքվել ենք մea culpa-ից խոսել, բայց Ժանգոտ Բալանիի փորձերի մասին էր խոսքը, երբ որ Վիգենը Ստեփանյան Արմանն էր թե հեռախոսը վերցնում։ Այդ պատմությունը կպատմեք, ես որտեվ լսել եմ տարբեր ձևեր այդ պատմությունը եւ չգիտեմ իրականությունը որն է։ Ուղղակի այնքան հետաքրքիր է պատմությունը։ Բանը ձենով վերցեց խոսած ու հետ թե նամակ էր գրել, Անահիտ հետ Արմանը Վիգենի հեռախոսով նամակ էր գրել, որ ձեր դերն է ուզում խաղա, Բուրատինոյի դերը։ Հա։ Տենց ինչ որ պատմություն։ Վիգենն էր ուզում խաղալ։ Արմանը վերցրել է Վիգենի հեռախոսը եւ ձեզ նամակ է գրում։ Ես այդպես եմ լսել այդ պատմությունը, չգիտեմ որքանով է ինքը ճիշտ։ Որ նա վերցնում է Վիգենի հեռախոսը։ Արթուր ջան, Կյար ջան, չգիտեմ, բան հրանտը լավն է, բայց ես էլ եմ էլի ուզում փորձեմ ինչ-որ։ Ես էլ գրել եմ, բա ինքը խոսում էր։ Ինքը վերցում պատասխանում էր։ Ուստում էր խոսալ, որ զանգում էր Վիգենին, Վիգենը որ մոտիկ չէր լինում, վերցում պատասխանում էր։ Ալո։ Վիգենը ձայնով։ Նա հենց այդ սանտեխնիկը հետ իր ձայնով էր, չէ՞ խոսում։ Հա, ճիշտ է, այնտեղ ասում էր ներկայացման ժամանակ էլ ասում են ինչու եմ ձայնով խոսում։ Հա։ Հա։ Բայց նման պատմություն եղել է նամակ։ Հա, Ես նման մի հատ պատմություն եմ լսել, որ Արմանին Դե պատմություններ էր, որ բերես ներկայացման մեջ այդ բանը, որ Վիգեն ասում էր, «Ես ինչի՞ այ ձենով խոսում»։ Կարաբաս, բարաբաս։ Այլուց օգուն Վիգենի։ Շատ ափսոս էր, շատ շատ մեծ այնտեղ քանի հոգեր, մոտ մի 30 հոգի կայինք։ Այդ շատ մեծ պրոյեկտ էր, էլի։ Այս մասնավոր բաների համար ինքը Հա, Ժանգոտ Բանալին իրականում այո։ այնտեղ Հովիկը կար Հաջյանել է Լույս հոգուն։ Հիմա բանը Արայիկը նահանգներում է, այդ Վիգենը զոհվեց։ Մեծ բաներ ու մարդիկ են, որ Աննան կինո նկարեց։ Աննան կինո նկարեց։ Աննան մեր ժողովրդի պերսոնաժից է։ Այդտեղ բանը էս էր, որ բոլոր Mea Culpa-ի ուրեմն կոլեկտիվը, որովհետև այդ կոլեկտիվը փորձված է։ Պլյուս հրավիրում ենք ու մենք հրավիրում։ Ուտեղ արդեն Վիգենն էր, արդեն Ծյուշներ Ալեքսանյանը ու այդ Պարող խումբն էր, երբ կար Նարեկն էր, Արսենը Նարեկը։ Հա, Արսենը Նարեկը։ կար։ Ծյուշը, Ծյուշը ասեցի։ Արտուշ։ Ասեցի։ Արմանը արդեն Արմանը կար, հա, Արմանը եկավ, Արմանը շատ զզվելի կերպար էր։ Արմանը հիշում եմ։ Դա դրա նկարահանումը։ Պարիկը Պիտի փորձեն մոնտաժ։ Ինքը ընդհանրապես շատ լավն էր, բայց մի քանի կտորներ կար նույն Ժանգոտ Բանալիի մեջ, որոնք ես մեծ հաճույքով օրինակ այսօր որևէ նոր բան, որ գրվի, ուզենամ որ մեջը լինի։ Եթե ասենք Ժանգոտ Բանալին Սաղմոսներ օրինակ։ Անպայման հա, Սաղմոսներ։ այդ մի քանի բան կտորներ կար, որոնք որ Չէ, իմ սիրած ներկայացումը դա էր։ Այս շարքից իհարկե բոլորն էլ ինձ հարազատ են, երեխեք են, բայց ամենա որ ֆուտբոլ էին։ Բայց դա էլ գիտես կարելի է մի քիչ սեղմել, ես ուզում եմ մոնտաժ բանի մեջ չլինի, էլի։ Բայց քիչ առաջ դրա մասին է խոսեցինք, պարոն Ստեփանյանը երբ որ մտնում էր այդ պլաշով, այդ դահլիճը Որ ծպտված էր, ինքը ծպտված էր։ ու մի արտահայտություն լեց ներկայացնում է էլի իրան մասկերովկա։ Ոնց շվարվան երևում է։ Ինչ չի նկատել։ Ինչ չի նկատել։ Եվ իհարկե երբ որ ամեն ինչ ժանգոտեց այդ նախաֆինալնի կտորը մինչև ձեր մանալոգը չգիտեմ խեղդվում էիր դու որպես հանդիսատես դու հասկանում ես որ այդ բային դա
հետաքրքիր պատրանք է։ Մի քիչ մասնագիտական տեսանկյունից որ նայում ես, դու գիտես, որ եկել ես, որ քեզ խաբեն։ Բայն կտորը որ բոլորին կանչում էր բեմ։ Բոլորը տեկեք բեմ։ Ու բացի մասնակիցներից գալիս էին բեմի բանվորները, բաները, տոմս կտրողները, բոլորը տեկեք բեմ։ Շատ լավ է։ Լավ։ Պարոն Սահակյան, սպասում են։ Սիրով։ Անհամբեր բոլորը սպասում են դրան։ Իր իներցիան շատ եւ իր արդիականությունը հիմա Վարպետը մի թեթև բնդանա դրա համար հիմա մի քիչ ավելի լայթսով ենք սկսում Հա, ջայլ բերասաններ վերցրու։ Մենք արդեն էլ ենք։ Ես բանասի, ասեցի սիրով, վազելով, բազմաթիվ տեղեքին ականջները կանչի, Վահրամը մտածում այդ ուղղությամբ, հիմա մտածելու բան։ Դրան ջան, մեզ փոխելու է, եթե վերականգնես։ Գիտեմ, Սամսոն ջան։ Վահրամին էլ ես մի քանի վաղ առաջ ասի լսի, իսկ ժանգոտ բանալին բան։ Չէ, ես իմ բաներին չեմ վերադառնում։ Չեկանի, ինչ պիտի ասի որ չանի։ Նա կարող է բանանի, դիմադրի, միլիցիա կանչի բան, բայց պիտի անի։ Կանի։ Ինքն էլ չէ, վերջերս արդեն խաղում էր ներկայացումներ։ Ինքը խաղում էր, հա, դե այտենց ինչ որ իր գրած ներկայացումները։ Բողոքը դե չի կարող չխաղալ, պարոն Սահակյան։ ինքը միշտ երազել է բեմ բարձանալ։ Միշտ։ Բայց Արմենը Համբարձումյան SPS-ները գերել էր տալի, խեղդում էր նրա մեջ դերասանին, մնում էր միայն հեղինակը։ Հիմա որ Արմենը գնաց Միացյալ Նահանգներ, ազատություն ա վայ։ ազատություն ստացավ բեմ բարձանալու։ Դե բանը էլի այդ նույն մեխանիզմը պիտի կիրառվի, որովհետև Արմենը այդ գեներատորն է մտքերի։ Ու այնքը Այմ ամեն լավ է որ Ամերիկայում կնստի, պարապ ու հեսա մի բանով ընդից կգա։ Ինքն ժամանակ ունի մտածելու լիքը ու կբերի այն միտքը, որ այսօր պետք է, որը թատերական բանի կարիք ունի, էլի թատերական ալեգորիայի կարիք ունի։ Ինքը հաստատ չեմ կարծում ինքը հանգիստ նստի, ինքը չի կարող իր համար ոնց որ չապրի, ինքը պիտի մի բան անի, բզբզի ու հաստատ մտածում է դրա մասին։ Կարծում եմ որ այս մեխանիզմով, տրադիցիոն մեխանիզմով, որովհետև իմ կառուցվածքը որպես մասնագետի արդեն երկրորդ ուղերն է դրան միանալու կամ երրորդը նույնիսկ հեղինակ, հետո նոր արդեն միանա այն մարդը, որ կարող է իրագործի այն մարդկանց հետ, որոնք որ այդ կրողներն են, կրիչներն են դրանց, այդ վարպետներն են, էլի դրա։ Այսպես տարիները անցնում են ցավոք սրտի։ Արդեն մանուկ չենք մեղմ ասած էլի։ Հասուն են։ Հասուն մանուկներ։ Բայց հասուն ժամանակ չէ պետքա խաղանք եկա։ Մանուկ ժամանակ խաղացինք, երիտասարդ։ Այս տիպի ներկայացումների մասին է խոսքը, որովհետև մենք վերցրած որ ընդհանրապես թատերական աշխարհի հետ վերցնենք, մենք մի մասն ենք կազմում այդ աշխարհի, այս ներկայացումներով իրանց տեսք ունեն, իրանց էսթետիկան ունեն, իրանց ձև ունեն, որը մենք որդեգրել ենք ու որը որ մենք խաղում ենք։ Բայց կան հիմա ես տեսնում եմ կան բավականին թատրոններ, որոնք իրենց էսթետիկան ունեն, իրանց ձևը, տեսքը ունեն, որը որ շատ լավ է, շատ հաջող է։ Չէ, հիմա իսկապես շատ լավ ներկայացումներ կան ու շատ շնորհալի մարդիկ կան, դերասաններ եւ ռեժիսորներ բարեբախտաբար կան։ Իսկապես կան ու զգում ես որ նորով են մտածում։ Այո։ Լավ են մտածում, առողջ են մտածում, սիրուն են մտածում։ Այլ հարցը որ ժամանակ առ ժամանակ, ասենք, խալաստով են կրակում։ Ներկայացումը սիրուն է, բայց ինչի մասին է չես հասկանում։ Մենք գրող շնորհալի է զիլը եւ կատարումը եւ մտահղացումը, բայց ուր է տանում, չգիտես։ Միգուցե դա էլ է ժամանակը, որ դա էլ կանցնի, ինչ որ մի հատ հիմք կլինի։ Թատերական գրականության իրագործողներն են, գրողներն, դրամատուրգներն են, այդ դրա պակասը կա։ Վերջերս օրինակ շատ հաճախ հանդիպում եմ պիեսը որպես առանձին գրականության ժանր, երևի թե ամենաթույլ ժանրն է գրականության մեջ։ Վերջերս հանդիպում եմ օրինակ վերցնում են վեպեր եւ ինսցենիրովկեք են անում։
ոչ թե հենց պիես են վերցնում պատրաստի, այլ վեպերն են վերցնում Դե եւ պիեսը վերածում լակոնիզմը պիեսների։ ուրիշ է։ Նա վեպ է գրած, Մաստերը Մարգարիտան երբեք պիես չի դառնա։ Ու պետք չի որ ինքը պիես դառնա, կամ նշանակալի բան եմ ասում։ Գոդոյի սպասելիսը պիես է գրած։ Այսինքն որևէ գրականություն տես չես կարող անես։ Ինքը հատուկ արդեն մշակել է, տեսակը տեսել է եւ գրողներ կան, թատրոնի հետ ընկերություն անողներ չկան։ Երևի թատրոնը իրան լավ չի պահում, որ այդ գրողները չեն գնում թատրոն։ Մխատը ստեղծվեց Չեխովի ստեղծագործությունների, այսինքն Մխատի բանը Չեխովն էր, Չեխով առաջ եկավ, որպես դրամատուրգ։ Գրող արդեն կայացած առաջ եկավ։ Մեզանում այդ ավելի շատ կավեենի բնակավարումը։ Այ կավենում երկու խաղացածը, հիմա սցենարիստ է, նստած զադավկեքա գրում, սենց է գրում, բանագրում, դա թատրոնը չի, դա կերպարը չի, թատերական բանը չի, թատերական առանձնահատկությունները չեն, թատրոնի այդ դրա պակասը ես զգում եմ ու չգիտեմ, բայց ինչ որ ասում ես բանի համար, ես մի կուրս ավարտացրեցի, այսինքն ընդունեցի եւ ավարտացրեցի թատերական ինստիտուտում ու կողքի կուրսերից գալի խաղում էին շատ շնորհքը չի վերացել, չի վերանալու, դա սուտ է, ուղղակի ենթադրենք մեղա Աստծո, չկա Ռաֆայել Գրիգորյան, ցավոք սրտի, բայց ծնվել է մի ուրիշ, չգիտեմ, Արմեն Հովակիմյան, որը որ իրա տեսակի մեջ է մի հատ պորտկում թատերական ու ես տեսնում եմ բոլորը շնորհքով երեխեք են ու վերցնելու բանով կարոտով անընդհատ ուզում են կլանեն մենք վստահեցնում եմ ավելի բառադե ենք որպես ուսանող քան թե այսօրվա ուսանողները ես օրինակ իմ սերունդն եմ ասում մենք ուղղակի եկել ենք ինստիտուտ տենց մարդիկ կան որ կուրս կա որ ոչ մի դերասան հետո չաշխատեց Տեսա Սամսոն ջան, բացվեց վերջը։ Երիտասարդներ վերցնես, մենք Չէ, կուրսը Ես եղել եմ շատ պարտաճանաչ ուսանող։ Դե դու որ տարիքում ես? Ես 20 մեծ եմ, շատ տարեկան եմ։ տարիքում ընդունվեցի։ Ես 18 տարեկան եմ։ Ասեմ քեզ եւ շատ գոհ եմ, որ այդ տարիքում ես ռեժիսորական կուրս ընդունվեցի, 26 տարեկան էի։ Իմ տարիքի մարդիկ արդեն ավարտած, ես ներկայացումներ բեմադրած, ես նոր ընդունվել եմ ինստիտուտ։ Ու չէ, ես գերազանց էի մինչեւ 3-րդ կուրսը։ Ասեմ ավելին, ստանում էի անվանական թոշակ Վահրամ Փափազյանի Այն ժամանակ ինչ 90 ռուբլի, դու ամբողջ աշխատավարձ էր դա գիտես։ Ես 10 կարելի ես մինչև հիմա չհասցրեցի թատերական ինստիտուտ։ Չեմ հասցնում, այդպես զբաղացնում եմ, այդպես զբաղված Ես կրծում էի, ես գրադարանից դուրս չէի գալիս, լսու դու սպունգի նման։ Եթե հանկարծ պարոն Սահակյանը երիտասարդներ որոշի վերցնել, պարոն Թոխացյան։ Բայց ինչի՞ որոշի։ Քանի որ երիտասարդների հետ շատ եմ առնչվում, խոստանում եմ յուրաքանչյուրի մղձավանջը կդառնամ, չեմ թողնի։ Ես կվախացնեմ նրանց ամեն գնով։ Սպասում ենք մea culpa-ին, պարոն Սահակյան։ Շնորհակալություն ձեզ։ Հա, հարց չկա։ Հրանտ Արամիչ։ Դե չգիտեմ։ Չգիտեմ, այլ չգիտեմ։ Շնորհակալություն ձեզ շատ։ Շատ շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ եմ բոլորին Հիշեցինք։ շնորհակալ եմ հրավերի համար, այս առիթի համար։ Վաղուց ցանկեր չենք խոսացել մea culpa-ից, ընդհանրապես mea culpa-ից երկար չենք խոսել։ Շնորհակալություն։ Ես հիշողությունների երեկոյի համար համ էլ ոնց որ հիշողությունները նոր ստարտ են տալիս, որպեսզի ինքը իսկապես վերականգնվի ու խաղացվի։ Շատ են խոսում mea culpa-ի մասին, պարոն Թոխացյան։ Գուցե ձեզ համաչեն ասեն կամ չգիտեմ, չկարողանան ձեզ արտահայտել այնպես ոնց որ կա, բայց իրականում շատ են խոսում։ Պահանջարկը կա։ Դե ստիպված ենք պարզապես հրատարակել։